Բարև ձեզ, դուք դիտում եք Արտար Հայ հաղորդաշարի հերթական թողարկումը։ Մեր հասարակությունում առկա բազմաթիվ խնդիրների, դրանց հոգեբանական պատճառների ու դրսևորումների մասին այսօր մենք կզրուցենք հոգեբան Աշոտ Հակոբյանի հետ։ Պարոն Հակոբյան, շնորհակալ եմ զրույցի հնարավորության համար։ Տեսեք, մեր օրերում տեղի են ունենում իրադարձություններ, որոնց մասին ընդամենը մի քանի տարի առաջ անգամ պատկերացնելը, մտովի անցկացնելը իսկապես բավականին մեծ համարձակություն կպահանջեր։ Բայց հարցը նրանում է, որ այս ամենին, պարոն Հակոբյան, չկա ըստ էության adekvat արձագանք գնահատական լայն հասարակական շերտերի կողմից։ Մենք ցանկանանք նախ լսել մասնագիտական պատասխան ձեզանից, ինչի մասին է սա խոսում։ Արդյոք որպես հասարակություն մենք հիվանդ ենք։ Շնորհակալություն ավելի համար հարցն է ճաշկի ձևակերպված, արդյոք մենք որպես հասարակություն հիվանդ ենք։ Ես ուրիշ կերպ կձևակերպեի։ Իսկ հասարակությունները հիվանդանում են, սա շատ լուրջ հարց է։ Որոշ տեսաբաններ գտնում են, որ հասարակություններն են հիվանդանում։ Ես էլ եմ համաձայն այդ կարծիքի հետ, այնպես ինչպես անհատը հիվանդանում է նաև հասարակությունը։ Հասարակության հիվանդությունը կոչվում է անոմիա, այսինքն եթե բառացի համարժեք ներկայացնենք հայերենում, վիճակ, որտեղ նորմեր չկան, որտեղ նորմատիվային վարքի բոլոր ձևերը եւ ինստիտուտները, որ պիտի կայանար այդ նորմատիվային վարկը, պարզապես խափանված են, ապակայունացված են։ Եթե սահմանմանը հետևենք, այո, հայ հասարակությունը հիվանդ է։ Հիվանդ է, քանի որ ինքը ունի ապակայունացված ինստիտուտներ եւ հետեւաբար նաեւ ինստիտուցիոնալ հարաբերություններն են շեղված հաստատված նորմերից։ Այսինքն սպասվող վարկի համակարգը սուբյեկտի համար կազմաքանդվում է, որպեսզի մերկապարանոց չլինի, ենթադրենք, ես դիմում եմ ինչ-որ ինստիտուտի, ընդունենք դա համայնքապետարանում։ Դիմելով համայնքապետարանի այս կամ այն բաժին, որտեղ իմ քաղաքացիական խնդիրը պետք է վերլուծվի, գնահատվի, ինչ-որ համապատասխան լուծում տրվի, ես չգիտեմ, կանխավ չգիտեմ, թե այդ բաժնում ինձ ինչպես կպատասխանեն։ Այսինքն այնտեղի ինստիտուցիոնալ հարաբերությունը ինձ համար բացահայտված չէ։ Առավել ևս, որ շատ պարագաներում ես որպես քաղաքացի նույնիսկ չեմ գիտակցում իմ իրավունքներն ու պարտականությունները։ Իսկ ինչ կարող եմ ես պահանջել։ Ես հաստատ համոզված եմ, որ անպատասխան բաժնի աշխատակիցին, եթե հարցնեք, ինքը կասի, դե գիտես Աշոտ, այնպիսի տափակ հարցերով են երբեմն դիմում մարդիկ, որ զարմանալ կարելի է։ Այո, ես համաձայն եմ, դա պատճառն այն է, որ մարդը նույնիսկ ինքը իր պարտականություններն ու իրավունքները չգիտի։ Իսկ արդյոք դա բաժնի լուծման խնդիրն էր։ Եվ հետո էլ իր մեջ ինչ-որ մի վիրավորանք է առաջանում կամ եղվածություն, որ դիմեցի համայնքապետարան ու խնդիրը չլուծվեց։ Հայ եղբայր, բայց դա այն խնդիրը չէ, որ դու կարող ես դիմել։ Եվ այսպես շատ տեղերում ու շատ հարաբերություններում այս ապակայունացված վիճակը իհարկե թույլ չի տա, որ հասարակությունը առողջ հակազդեցություններ ունենա։ Լավ, իսկ ինչու մենք այսպիսի վիճակի հասանք։ Սա էլ է շատ հետաքրքիր։ Գիտեք, որպեսզի ինձանից հնարավոր լինի ինչ-որ հակազդեցությունների համախմբություն ստանալ, մինիմում կոնը պետք է իմ մեջ ներշնչվի գաղափար, որ ես անելանելի վիճակում եմ, եթե իհարկե ես ընդունեմ դա։ Եթե դուք կարողանաք իմ մեջ ներշնչել գաղափար, որ իմ վիճակը անելանելի է, եթե դուք կարողանաք իրադարձությունների զարգացումը ինձ այնպես ներկայացնել, որ դա իմ մոտ վախ առաջացնի, անհանգստություն, այս գործողություններով դուք պարզապես կկազմաքանդեք իմ վարկը, իմ adekvat հակազդեցությունների համախմբությունը եւ հետագայում ինձանից ինչ որ պահանջելու է, ինչ որ դուք ասեք, ես պարզապես խոնարհ կենթարկվեմ ձեր հրահանգներին, որովհետեւ ես գտնվում եմ անելանելի վիճակում։
Քանի որ իմ ռացիոնալ վերլուծությունների ու գնահատումների համակարգը կազմաքանդվեց, հետևաբար ես արդեն նաև կամազուրկ եմ ու ենթակա եմ ձեր կամքին։ Հետևաբար դուք արդեն կարող եք ինձ վարկը ուղղորդել այնտեղ, որտեղ ինքներդ կուզենաք։ Հասկանալի է, պարոն Հակոբյան, մեծ հաշվով ուղղորդման այդ տոտալ քարոզի ազդեցության մասին ենք խոսում։ Դա մենակ կարող չի։ Աշխատանք է տարվում, լավ, բայց խնդիրը նրանում է, որ խոսքը շատ հաճախ վերաբերում է գոյաբանական հարցերի, էգզիստենցիալ սպառնալիքների։ Տեսեք, հարևան երկրից պարբերաբար սպառնալիքներ է հնչում մեր հասցեին, պարբերաբար նորանոր պահանջներ են ներկայացվում եւ դա գոյաբանական սպառնալիքի մասին է խոսքը, հա, այստեղից մեծ հաշվով կառավարիչները արձագանքում են, որ դա նշանակություն չունի, միևնույնն է մենք խաղաղության ճանապարհով ենք գնում, սա խոսակցության առանձին առարկա է։ Մի քանի տարի առաջ, պարոն Հակոբյան, հիշում եք, չէ՞, հայտնի թեզը հող հանձնողին կհանձնենք հողին եւ այլն նմանատիպ բազմատիպ թեզեր, հիմա այս ամենով հանդերձ մարդիկ անգամ իրենց գոյաբանական սպառնալիքին adekvat պատասխան չեն տալիս։ Սա, չգիտեմ, ինչ բացատրություն ունի։ Երբ որ ուղակի սպառնալիքի տակ է մարդը ու վերլուծելով իրադարձությունները, որոնք տեղի են ունենում, հասկանում է, հա, որ հանգրվանը լավ տեղ չի տանելու։ Բայց ամեն դեպքում դարձյալ այդ, չգիտեմ, ապատիկ անարձագանք վիճակն է մեծ հաշվով։ Ես հենց դա նկատի ունեի, որովհետև եթե իմ մոտ ներշնչվում է ինչ-որ մի գաղափար եւ տիրապետող բացասական հույզերի պարագայում, կոչենք դա վախեր, տագնապներ, որ անհանգստություններ, բնական է, որ այս դեպքում զարգացումների եւ մոտակա հնարավոր ապագայի մասին իմ տեսլականը արդեն լավատեսական չի կարող ունենալ, ինքը անպայման վատատեսական է, որ ինձ հետ մի ինչ-որ վատ բան կկատարվի։ Եվ վախը, որ ինձ հետ ինչ-որ մի վատ բան կկատարվի, այսինքն ես հավատում եմ, որ ինձ հետ դա պետք է կատարվի, հենց այս հավատը չարի, այսպես ասենք, ընդհանրական, գոյութենական հարց ենք վերլուծում, ապա չարի հաղթանակի նկատմամբ իմ հավատը ինքնին արդեն վախ է առաջացնում։ Ընդհանրապես, եթե կուզեք, վախը դա այս տեսանկյունից ինքը հավատն է չարի հաղթանակի նկատմամբ։ Դա հարց է առաջանում եւ հասարակությունը այդ հարցը իրեն պիտի տար, բայց ով թույլ տվեց, որ հասարակությունը այդ հարցը իրեն տա։ Հարցադրումը ինքնին պարտադրվեց հայ հասարակությանը։ Նկատի ունենալով հայ մարդու արդեն իսկ ինչ որտեղ խոցված վիճակը, տարիների մակարոնները, տարիների ներդրված ջանքերը, շատ դեպքերում շատ բարձր գնով վճարված արժեքները եւ այլն, ըստ էության բերեցին մի այսպիսի ընդհանուր գոյութենական, ձեր ասացի նման գոյութենական մի այլընտրանքի խաղաղություն, թե պատերազմ։ Ինչ է ուզում հայ մարդ։ Հայ մարդու առաջ դրվեց այսպիսի մի հարցադրում, խաղաղություն։ Հա, պատասխանը եղավ, հա, ես խաղաղություն եմ ուզում։ Խաղաղություն ես ուզում։ Դա մտածել ես։ Հա, խաղաղությունը դա հրաշք բան է եւ արժի որ մենք խաղաղ ապրենք։ Ես դեմ չեմ։ Բայց մի անգամ են հարցնենք, դու խաղաղություն ես ուզում։ Այսինքն քո աշխարհընկալման առանցքը խաղաղությունն է, քո ցեկտումները խաղաղությունն է, խաղաղ գոյակցությունն է, խաղաղ կեցությունն է, քո խաղաղ բարեկեցությունն է, խաղաղ առօրյատ է։ Այսպես որ խոսում ես, ցանկացած մեկը կասի հա։ Հա, նա մտածել ես։ Հա։ Դար քեզ խաղաղություն։ Հիմա ես բերում եմ քեզ խաղաղություն։ Ես բացում եմ խաղաղության տարաշրջան։ Բայց այսպես վճարելու ես դու։ Հետո բարձում է որ ինքեր, բայց ես այդպես չէի ուզում։ Հաստատ։ Բայց դու ասացիր, որ իմ աշխարհընկալման առանցքը խաղաղությունն է։ Խաղաղությունն է։ Թե արժանապատիվ գոյակցությունը։ Խաղաղությունն է, թե ինքնիշխանությունը։ Ինչ ես դու ուզում։ Ինքնիշխան պետականություն թե խաղաղություն։ Այստեղ նոր սկսեցին դուրս մտածել։ Պարոն Հակոբյան, կներեք, ստացվում է այն ամենը, ինչ այսօր տեղի է ունենում, հա, փորձում են վաճառել հասարակության վրա։ Փորձում են օբյեկտ մեղավորության նշանակել հասարակությանը, հա։
հասկանալի է, բայց այստեղից էլ հարց է առաջանում։ Մենք այդ խայծը կուլ ենք տվել եւ կներեք, եթե բարձրապես չասել չի կարելի, որովհետեւ խաղաղությունը ինքը սուբստանցիոնալ չէ, այսպես ասենք, եթե դուք ասում եք գոյութենական, հա, գոյութենական, գոյաբանական խնդիր է, բայց խաղաղությունը ինքը այն վիճակը չէ, որ առարկայացնենք մենք իրան։ Ավելի շուտ առարկայական ու գոյութենական վիճակ է պատերազմը, ոչ թե խաղաղությունը։ Խաղաղությունը այն ժամանակահատվածն է, երբ պատերազմ չկա բարձր։ Մարդու գոյութենական վիճակը իշքան է դա ողբերգական ու ցավոտ հնչի, դա խաղաղությունը չէ։ Մարդը պատերազմում է։ Եթե պայմանականորեն ընդունենք իր գոյության 5000 տարիներ, այդ պայմանականորեն է։ 5000 տարիների ընթացքում մարդկությունը պատերազմել է 15000 անգամ, պատկերացնում եք։ Այդ նշանակում է, որ պարզ թվաբանությամբ ամեն տարի 5000 տարվա մեջ ինքը պատերազմել է 3 անգամ։ Պատերազմները ընդմիջվել են խաղաղությունով բարձր։ Պատերազմն է մարդու գոյութենական վիճակը։ Խաղաղությունը դա պարզապես պատերազմից պատերազմ կա ժամանակահատված, սա երբեմն ասում են, հա, դա այդպես է։ Այսինքն, երբ ես խաղաղության մեջ եմ, ես ձեռքերս ծալած չեմ նստում, այլ պատրաստվում եմ հաջորդ պատերազմին։ Հզորացնում եմ բանակս եւ այլն, բայց այստեղ էլ գոյութենական հարց է առաջանում։ Իսկ բանակը ինչի համար է։ Բանակը նրա համար է, որ պատերազմում, չգիտեմ, հաղթենք եւ այլն։ Բայց իրականում գիտեք, բանակը պատերազմելու համար չէ։ Ճիշտ հակառակը։ Հզոր բանակը պատերազմը կանխելու համար է։ Ոչ թե պատերազմելու, այլ պատերազմը կանխելու համար է։ Հետևաբար մենք ինչ էլ անենք, մեր բանակը պետք է հզորացնենք։ Դա խաղաղության շրջանում կանենք, թե եւ պատերազմի մենք միշտ անընդհատ մեր գոյակցության համար, թե որովհետեւ պետություն կոչված քաղաքական ինստիտուտը, հասարակության քաղաքական կազմակերպման ձևը, եթե դա պետությունն է, ապա պետությունը 3 հիմնական գործառույթ ունի։ Դրանցից մեկը հասարակության, պետության նպատակների եւ հանրության խաղաղ անվտանգ գոյակցության ապահովումն է, անվտանգության ապահովումն է։ Հիմա պետության սուրբ գործառույթը, իշխանությունների գործառույթը մեր անվտանգության ապահովումն է։ Ընկեր դա ապահովեք, դա ձեր գործառույթն է։ Ինչի համար ես վճարում եմ, որ ես ապրեմ անվտանգ։ Դրա համար պետք է բանակ, իսկ ասում ես, երևի չէ, բանակ պետք չէ, ոնց կլներ։ Հասկանալի է, պարոն Հակոբյան, փորձենք սլակները մի փոքր այլ տեղ տանել, հա, որպեսզի տպավորություն չստեղծվի, որ մենք պարզապես քննադատում ենք հասարակությանը, տարբեր մարդկանց, ես կցանկանայի խոսենք նաև մի փոքր մեր, չգիտեմ, այս բառը այնքան են արծարծել արդեն, մտավոր շերտի, էլիտա ասվածի մասին, հա, գուցե պետք են անհատներ, ինչ-որ կառույցներ, կազմակերպություններ, հեղինակություններ, մտավորականներ, ովքեր ճիշտ թեզեր կբերեն, ճիշտ օրակարգ կթելադրեն եւ մարդիկ ինչ որ կսկսեն համախմբվել այդ գաղափարի այդ ուղղության շուրջ։ Այս առումով ինչ ունեք ասելու։ Դա միանշանակ է։ Ասենք ինչու են լռում, վախենում են թիրախավորվելուց, չհաջողելուց, բայց իրական մտավորականի համար դա ոչինչ է, հա, պարզապես այդ թիրախավորվելը կամ չհաջողվելու այդ բարդույթը, չգիտեմ։ Դեք այդ խորհրդային շրջանի բոլոր հանրապետությունների համար, բոլոր պետությունների համար, նորանկախ պետությունների համար, որոնք կամ խորհրդային հասարակարգի մեջ էին, կամ իր ազդեցության տիրույթում էին, Արևելյան Եվրոպա եւ այլն։ Արևելյան Եվրոպան դեռ թողնենք մի կողմ, այս ցուցակից անենք նաեւ Մերձբալթյան հանրապետությունները։ Իսկ մեզ համար, մենք այդ ցուցակում չէինք, մեզ համար խորհրդային շրջանը գաղափարական տեսանկյունից կատաստրոֆիկ էր, պարզապես որովհետև կազմակերպեց հայ ինքնություն։ Եվ մենք շատ լուրջ խնդիրներ ունենք, հիմա էլ ունենք այդ խնդիրները։ Պետության, անկախ ինքնիշխան պետականության կայացման խնդիր ունենք մենք։ Իսկ ինչը պետք է որ լիներ դրա կարևոր բաղադրիչը։ Դասեք ցանկացած համակարգ ենթահամակարգային կառուցվածքային միավորներ ունի։ Համակարգը ինքը ունի իր կառուցվածքային միավորը, ինչից ինքը կառուցած է։ Ընդունենք պայմանականորեն էլի, եթե խոսենք պայմանական, կենսաբանական համակարգի մասին, ապա հարց կառաջանա, այդ կենսաբանական համակարգի կառուցվածքային միավորը ո՞րն է։ Կենսաբանական համակարգի կառուցվածքային միավորը բջիջն է։
Այսինքն իր տարական միավորը բջիջն է, ինչից սարքված են բոլոր կենսաբանական համակարգերը։ Լավ, հիմա եթե ես կենսաբան եմ եւ կուզենայի, որ սարքել կենսաբանական համակարգ, դուք ինձ պիտի տայիք բջիջ, որ ես դա սարքեի։ Այստեղից համեմատության մեջ պետությունն ալ քաղաքական համակարգ է։ Քաղաքական համակարգ է, քաղաքական ինստիտուտ է, իրավաքաղաքական, քաղաքացիա իրավական, ինչպես ուզում եք ասել։ Ո՞րն է այդ համակարգի կառուցվածքային միավորը։ Ընտանիքը։ Ընտանիքը։ Իսկ եթե քաղաքացին, քաղաքացին։ Իսկ ունենք մենք արդյոք այդ կառուցվածքային միավորը։ Իսկ ով է քաղաքացին։ Ես հայ եմ, այս բանաձևը ինձ համար աշխատում է, որովհետև ես զգում եմ առաջի հերթին իմ պատկանելիությունը ազգին։ Ես հայ եմ։ Ու այստեղից կարելի է ասել արժեքային կողմնորոշումն է եւ ինչ հարցեր որտակ, բայց դա կվերաբերվի իմ հայի ինքնությանը։ Աշոտը հայ է։ Իսկ ով է Աշոտը որպես քաղաքացի։ Արդյոք ես զգում եմ իմ պատկանելիությունը Հայաստանի Հանրապետությանը։ Եվ այստեղից էլ մի ուրիշ խնդիր է առաջանում։ Հանրապետությունը, եթե մենք լատիներեն համարժեքով ներկայացնենք, ռեսպուբլիկա։ Բառացիորեն նշանակում է, ինքը բառացիորեն նշանակում է res, նշանակում է գործ, եւ պուբլիկա արդեն հասկանալի է, դա հանրությունն է։ Այսինքն ռեսպուբլիկան դա հանրության գործն է, բոլորի գործն է։ Ռեսպուբլիկան կկայանա միայն այն ժամանակ, երբ բոլորը դա անեն։ Իսկ նրանք ովքեր չեն անում, ռեսպուբլիկան իրավունք ունի իրենց պարզապես ժամանակավոր հեռացնելու, ազատազրկելու կամ էլ ինչ-որ կերպ, ինքը սանկցիաներ կկիրառի այն մարդկանց նկատմամբ, ովքեր ռեսպուբլիկան չեն իրականացնում։ Չի կարելի, որ ինքը ներգրավված չլինի։ Մենք բոլորս պիտի դա անենք։ Այլ խնդիրը թե հանրությանը ով պիտի դաստիարակի, այս սա է երևի ձեր տված հարցի մեղը պիտի սա լինի։ Հանրությունը չի կարող ինքը իրեն դաստիարակել։ Դրա համար կան իշխանություններ։ Սա իշխանությունների սուրբ պարտականությունն է։ Կկատարի արդյոք իշխանությունը նաև իր պարտականության այս հատվածը կերտել եւ դաստիարակել քաղաքացուն։ Քաղաքացուն, որը կգիտակցի իր պարտականությունները ու տեր կկանգնի իր իրավունքներին։ Եթե դաստիարակեցիք այսպեսի քաղաքացի, ես կարծում եմ, այդ քաղաքացին հենց այդ դաստիարակող իշխանությանն էլ կհեռացնի, բայց ոչ ոք իշխանությունը չի ուզում հենց այնպես հեռանալ, դրա համար էլ քաղաքացու դաստիարակության մեջ ներդրումներ չեն կատարում։ Պարոն Հակոբյան, խոսեցիք բոլորով գործ կատարելու մասին, հա, ըստ էության կարող ենք, չգիտեմ, դա ամեն մեկս մեր մասը տրանսֆորմացնենք, հա, միասնության մասին ըստ էության գաղափարը։ Այստեղ մենք եւս խնդիր ունենք, գուցե մենք միաբան չենք, միասնական չենք մեր ուղերձներում, բայց ըստ էության իրական միասնության մասին է խոսքը, հա, երբ բոլորով մի բան ենք ասում, մի գաղափարի մասին ենք մտածում ու առաջնորդվում դրանով եւ ամենակարևորը նաեւ հետեւողական ենք լինում։ Գուցե մի փոքր բարձր հնչի, բայց ազգային գաղափարախոսության մասին, հա, ո՞րն է այն, չգիտեմ, ամփոփելով, հա, ձեր գնահատականը ո՞րն է լինելու այդ գաղափարախոսությունը, գուցե արդեն կա, որը մեզ թույլ կտա ասել, որ անկախ այս վայրի վերումներից հայը հավերժելու է, արդար հայը հավերժելու է, մենք գտնելու ենք այդ բանաձևը։ Ազգային գաղափարը, բայց որի նաև խոսույթը, որի նաև տարածումը հանրային գաղափարաբանությունը լինի։ Ազգային գաղափարը դա ազգի իղձերի, ազգի հեռահար նպատակների, ազգի գոյության կերպի, իմաստների, արժեքների մասի համախմբությունն է, համակարգված տեսքով։ Տեսեք, դուք ասացիք միասին։ Ապա եկեք փորձենք սա տեսնել գաղափարական մեկնության տեսանկյունից եւ լեզվական։ Միասին, այսինքն ինչ-որ բան, որը մի են ասել են բոլորը նույն բանը, դա եղավ միասին։ Հետո ասացիք միաբանվել, այսինքն լինել մեկ բանի, բանը գործն է, նաև լինել մեկ բանի։ Այսինքն եթե մենք մեկ բանի չենք, ուրեմն միաբանված չենք։ Իսկ որն է այդ բանը։ Այս է խնդիրը։ Գաղափար ազգային պետականության մասին տվել է ինչ-որ մեկը մեզ։ Գիտեք, եթե ինձ հարցնեն, հա, եւ մենք այդ գաղափարախոսին ունենք, եւ մենք այդ հրաշք փիլիսոփային ունենք, եւ այդ զինվորը ունենք,
Այդ մշակվել է ներդրականության մեջ։ Մենք ունենք դա։ Մնաց որ իրականացնենք։ Այսինքն գաղափարը կա։ Իսկ կան մարդիկ, ովքեր կկրեն այդ գաղափարը, որովհետև եթե կա գաղափարը, դա ոչինչ չի նշանակում։ Պետք է որ այդ գաղափարը կրողներ լինեն։ Հայկ Ասատրյան, Նժդե, իրանք եւ փիլիսոփայության մակարդակում, եւ քաղաքականության, եւ մշակույթի մակարդակում մշակվել է ամբողջ համակարգը հղկված ու հստակ ու ուսուցանելի արդեն իսկ կա, բայց չեմ կարծում, թե մեր իշխանություններից որևէ մեկ շերտը 88 թվականից մինչև հիմա այս ուղղությամբ քայլերը ձեռնարկել, ափսոս չէ։ Շնորհակալ եմ, պարոն Հակոբյան, հետաքրքիր ու համոզված եմ նաև հարցունավետ զրույցի համար։ Շնորհակալ եմ նաև ձեզ բարեկամներ ուշադրության համար, կհանդիպենք հաջորդ ուրբաթ, առայժմ։ Յուրաքանչյուր ուրբաթ ժամը 20-ին Արդար Հայեմի եթերում։ Ու կհավերժի հայը, արդար հայը։